Բարևձեզ Factor TV հյուր ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, բարևձեզ Տիկին Բաղդասարյան, Հայաստանն եւ Ադրբեջանը համաձայնվում են միանալ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ձեռամբ ստեղծվող, այսպես ասենք, խաղաղության խորհրդին, որը, ինչպես գիտենք, ոչ միայն Գազայում խաղաղության իրավիճակի կայունացման պետք է հետևի, աջակցի, այլև մանդատը դուրս է գալու գլոբալ մասշտաբ եւ նա ըստ էության իրավունք է ունենալու որոշակի միջամտություններ իրականացնել, պահպանելու ըստ կանոնադրության միջազգային խաղաղությունը։ Եկեք սկսենք Հայաստանի եւ Ադրբեջանի մոտիվներից, որոնք կարող են լինել Երևանի Բաքվի մոտիվները միանալու Թրամփի այս նախաձեռնությանը։ Մոտիվները նույնն են, երկուսի դեպքում էլ, դա այն է, որ վերջերս կնքված պայմանագրերը, համաձայնությունները ԱՄՆ-ի հետ եւ հայ-ամերիկյան եւ ադրբեջանա-ամերիկյան, դրանք դեռևս շատ հում վիճակում են եւ դրանց իրականացման համար գոնե 3 տարի ժամանակ կա, այդ շտապողականությունը շատ կարևոր է, որովհետև Թրամփի վերընտրման խնդիրը դրված լինելու շատ լուրջ, նաև պայմանավորված նրա ոչ adekvat, ոչ ստանդարտ վարքով ու հռետորաբանությամբ տարբեր համաշխարհային հարթակներում եւ այդ նույն խնդիրը նա է, որ երկուսն էլ պարզապես չեն կարող հրաժարվել այդ առաջարկությունից, թեև երկուսն էլ Այո, բերման են ենթարկվում, այո, սա ըստ էության ստիպված միացում է, որովհետև այդ խորհուրդը ըստ էության ձևավորվում է անհասկանալի ուրեմն հիմքով, այսինքն բոլոր այն երկրները, որոնք ստացել են հրավեր, դրանք որևէ մի ընդհանուր սկզբունքով չեն հրավիրված, որտեղ այնտեղ կա Պակիստան, Ռուսաստան, Բելարուս հրավիրվածների շարքում, այսինքն չես կարող ասել, որ մարդու իրավունքների հիմքով ինչ որ խորհուրդ է կամ որևէ մեկ այլ հիմքով խորհուրդ է, ֆորմալ առումով դա Գազայի հատվածում խնդիրների լուծումն է, սակայն պարզ է, որ միայն, ինչպես դուք եք ասում, դրանով չի բավարարվելու։ Ինչ է լինելու 3 տարի հետո, ով է ղեկավարելու այդ խորհուրդը, ինչ փոխհարաբերություններ են լինելու այդ երկրների, այդ անդամների ներսում, ովքեր են 3 տարի ժամկետով լինելու, այնուհետև դուրս գալու այդ խորհրդից, որովհետև այնտեղ կա նաև 1 միլիարդ դոլարի անդամավճարի պարտավորություն, որից ի դեպ Ադրբեջանը հրաժարվել է եւ նայել է փաստորեն Հայաստանի նման լինելու եռամյա ուրեմն անդամակցություն եւ այլն, ճշգրիտ համընկնում է Թրամփի նախագահության ժամկետի ավարտի հետ եւ մոտիվները սա են հիմնական դրդապատճառները դրան համաձայնվելու, եթե հաշվի առնենք Ալիևի մի քանի անգամ հնչեցրած հայտարարությունը, որ մեզանից այն երկիրը, որը այսինքն նկատի ունի Հայաստան, Ադրբեջան պայմանավորվածությունների կողմերից մեկը, որ ետ քայլ կանի, դա կնշանակի մարտահրավեր է նետում հենց ԱՄՆ-ին, որին նա անվանում է աշխարհի թիվ 1 գրասենյակը, աշխարհի թիվ 1 ղեկավարը եւ աշխարհի թիվ 1 պետությունը։ Շատ լավ, Հայաստանը եւ Ադրբեջանը արդյոք այսպիսով ընդունում են Միացյալ Նահանգների հեգեմոն դիրքը ոչ միայն գլոբալ հարցերում, այլև ռեգիոնալ եւ այստեղ այս իմաստով ԱՄՆ-ի վկա լինելը խաղաղության համաձայնագրի ստորագրման կամ Թրամփի ուղին կամ ամերիկյան հետաքրքրություն ամեն դեպքում մենք տեսնում ենք դրա տարբեր դրսևորումներ եւ միանալը այս խաղաղության խորհրդին մեզ երաշխավորում են առնվազն չպատերազմ առաջիկա 3 տարիների ընթացքում։ Այո, դա միանշանակ այդպես է եւ խնդիրն այն է, որ այստեղ հարցը ոչ միայն այդպես է, այսինքն չբացառում են, չպատերազմ վիճակը։ Ես կարծում եմ, որ ամրացնում են չպատերազմնելու հնարավորությունը, ավելի հիմնավոր են դարձնում, սա մեկ, երկրորդը ԱՄՆ-ի շահերը կոնկրետ մեր տարածաշրջանում, սրանք
ինչպես էլ որ համարենք գլոբալ մասշտաբով դրանք ածանցյալ շահեր են, որոնք սպասարկում են ավելի կարևոր տարածաշրջաններում, օրինակ ամերիկյան պետական շահերի իրականացմանը, այն որ խաղաղության, ասենք թե իր խաղաղությունն է հաստատել, ինչպես ինքն է ասում 8.5 պատերազմներում, ինչպես ԱՄՆ նախագահն է հայտարարել վերջերս 8.5 պատերազմներ են ինքը միանձնյա կանգնեցրել, դա խոսում է ոչ միայն այն մասին, որ նա հավակնում էր Նոբելյան մրցանակի ստանալ, այլև այն հանգամանքով, որ գլոբալ գործընթացները այսօր ավելի շատ հիմնված են աշխարհաքաղաքական շահերի վրա, քան օրինակ իրավունքների, կանխատեսելիության, ուժի գործոնը մեծանում է եւ օրինակ վերջերս Դավոսում տեղի ունեցած ելույթները ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլև ուրիշ երկրների նախագահների Մակրոնը, Կանադայի վարչապետի եւ այլն, նրանք ուղղակի բառացիորեն ձևակերպեցին այն, ինչի մասին տարբեր փորձագետներ կամ նույնիսկ տարբեր քաղաքական շատ բարձրաստիճան պաշտոնյաներ առանձին հայտարարում էին։ Խոսքը միջազգային իրավունքի, աշխարհակարգի մեզ հայտնի կանոնների չգործելն է։ Այո, խոսքը ընդհանրապես մեզ ծանոթ աշխարհակարգի փոփոխության եւ այդ ամբողջ կառույցների, այսպես ծնկի վրա ջարդելու, մի հարվածով ջարդելու մասին է։ Եվ դա Թրամփն է անում։ Եվ դա անում է Թրամփը, բայց դա իր զարգացումն է ունեցել, այսինքն եթե չլիներ ջարդվելու հնարավորություն, այդպես հեշտ չէր ջարդվի այս աշխարհակարգը։ Ջարդված էր, նա ուղղակի ֆիքսում է, որ ջարդված է։ Այո, ջարդվում էր տարիների ընթացքում, երկակի ստանդարտներ, բյուրոկրատական քաշքշուկներ, մարդու իրավունքների ընտրողական մեխանիզմների պաշտպանություն, այսպես կոչված պատմական ռևիզիոնիզմ համատարած, հիմա Թրամփն էլ է արդեն տոգորվել այդ պատմական ռևիզիոնիզմի գաղափարով, երեկ նա ասում էր, որ ԱՄՆ-ն է ազատագրել Գրենլանդիան եւ ինչ անմտություն է արել ԱՄՆ-ն, որ վերադարձրել է այդ Գրենլանդիան Դանիային եւ հիմա ժամանակն է, որ նա նորից ետ ստանա, ընդ որում ստանա գնելու, ձեռք բերելու միջոցով, այլ ոչ թե օրինակ վարձակալության հիմունքներով եւ այլն եւ այլն։ Իհարկե կներեք Դավոսում նույն Թրամփը ասուլիսի ժամանակ հայտնում էր, որ ինչ որ մոտ է Գրենլանդիայի հարցով գործարքի կայացման, մենք իհարկե մանրամասների կարիք ունենք, որովհետեւ ՆԱՏՕ-ի միջոցով է դա արվել եւ դեռ պետք է հասկանալ խոսքը ինչի մասն է, բայց այս պայմաններում հայ-ադրբեջանական խաղաղությունը հնարավոր է, ես ոչ թե ժխտական տոնով եմ այս հարցը տալիս, այլ փորձել քննել հակադիր գործընթացներ են, չէ՞, հակառակ ընթացքներ։ Այո, իր Դավոսյան եւ այլ ելույթներում շեշտում է, որ միջազգային իրավունքը հետին պլանում է, չնայած մինչև Թրամփն էլ էր ինքը դա ասում, որ ուժի գործոնը մեծացել է եւ այլն, այստեղ հարց արդյոք նրա գայթակղություն չի բարձրանա ուժի գործոնով խոսել Հայաստանի Հանրապետության հետ, շարունակել, թեև Դավոսում, եթե լսենք նրա այսպես ելույթները ուլտրա խաղաղասիրական ելույթները, ես կարող եմ մեջբերում անել, թե նա ամեն դեպքում, այսպես ասենք, չի ցանկանա խնդիրներ առաջացնել խաղաղարար Թրամփի կերպարի կերտման համար։ Ես կարծում եմ հենց երկրորդ տարբերակը, որովհետև այդ նույն Ալիևը, ասենք իր երկրի ներսում, թեև այսպես ճակերտների մեջ ընդունած սեփական լսարանի առաջ Հայաստանի մասին բոլորովին ուրիշ բաներ է ասում։ Ավելի ագրեսիվ տոնով։ Այո, եւ ագրեսիվ, եւ հավակնոտ, եւ նույնիսկ շանտաժի էլեմենտներով շարունակում է իր հռետորաբանությունը, բայց միևնույն է նրա, ասենք, հիպեր խաղաղարար եւ հռետորաբանությունը Դավոսում ես բացատրում եմ միայն քաղաքական դիվիդենտներ շահելու
տեսանկյունից այն իմաստով, որ այո, խաղաղություն է, սա մեր նախաձեռնությունն է, եւ ահա տեսեք իրականություն է դառնում, եւ ահա Ադրբեջանը Հայաստանի խնդրանքով վառելիք է ուղարկում, որը քրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար, թեև մի քանի տոննա վառելիքը քրիտիկական ինչ փոփոխություն կարող էր առաջացնել Հայաստանի, ասենք այդ շուկայական գների վրա, թեև նա ասում է, որ արդեն ցածրաբանը իջել են գները, այնտեղ վառելիքի Հայաստանի տարածքով երթուղին կանցնի, Ադրբեջանի տարածքով էլ հայկական բեռներ կանցնեն, այո, եւ Հայաստանը դիմել է Ադրբեջանին խնդրանքով, սա մի կողմից ինքնամեծարման, այսպես ասենք, Ալիևն էլ է, չէ, տառապում ինքն Թրամփի նման ինքնամեծարման այդ բանով, սինդրոմով եւ մյուս կողմից էլ ցույց է տալիս, այո, սա քաղաքական բաներ են, դիվիդենդներ են, որը հետո նա օգտագործելու է ըստ ցանկության տեղի եկած ժամանակ եւ ասում է, որ մենք կանգ ենք առել այնտեղ, որտեղ որ պետք է կանգ առնենք, ինչ որ մեկը պետք է կանգներ եւ մենք ենք, եւ մենք ենք դա եւ մենք կանգ ենք առել, որովհետեւ դա անվերջ էր շարունակվելու եւ այլն, այս բոլորը գալիս է ապացուցելու, որ անբռնազբոս, անպատիժ հռետորաբանության նաև ժամանակներ են ընդհանրապես, ոչ միայն մենք սովորաբար ասում ենք հանրային դիսկուրսն է շատ բան, այսպես ափեղ-ցփեղ սոցիալական ցանցերում եւ այլն, ցավն այն է, որ օրինակ Դավոսը շատ լավ ցույց տվեց, թե որքան անբռնազբոս է նաև խոշորագույն երկրների ղեկավարների հռետորաբանությունը եւ այլն, եւ սա շատ ցավալի է գլոբալ փոփոխություններում, շատ ցավալի է, որ հաշվետվություն նաև չեն տալիս տարբեր երկրների ղեկավարներ իրենց արտաբերած արտահայտություններին եւ գնահատել Թրամփը շատ հանգիստ ասում է, հա, դե հիմա մի դեպքում էլ կարող ենք ավտորիտար լինել, ինչ կա որ։ Այո, եւ ամբողջ խնդիրն այն է, որ օրինակ կոալիցիաները կամ համագործակցությունը, խմբերը, որոնք որ, այսպես ասենք, ձեռքով են, որ ձեռքով պետք է կազմավորվեն, այլ ոչ թե ավտոմատ ձևով, ինչ որ տարբեր սկզբունքների հիման վրա, սրանք կառուցվելու են հիմնականում ռեսուրսների համար պայքարի շահերի մակարդակով, ըստ հզորությունների, ըստ կարևորության, աշխարհաքաղաքական դիրքի եւ այլն, ինչը ըստ էության դարձյալ ջունգլիների, այսպես ասենք, օրենքներ են, երբ որ բոլորը պայքարում են բոլորի դեմ, եւ սա կրկնակի ու բազմակի անգամ մեծացնում է օրինակ Հայաստանի, նույն Ադրբեջանի, Վրաստանի նման փոքր երկրների համար անվտանգությունը եւ երբ որ ասում եք թե դա ինչից է որ հայ-ադրբեջանական օրինակ այդ համագործակցությունը քայլը դեպի խաղաղության վերջնական հաստատում ինչից է որ դա տեղի է ունենում երբ որ այսպես ասենք քաոս է համաշխարհային եւ կարծես թե աշխարհի այդ ճարտարապետությունը փլուզվում է, դա նաև նրանից է, որ սովորաբար սկսում են համագործակցել ավելի գլոբալ մարտահրավերի առկայության դեպքում եւ սրանք փոքր պետություններ են, որոնք որոշել են դադարեցնել այս բանը, այս հակամարտությունը եւ այս կռիվը, այսպես ասենք, որովհետև ավելի խոշոր եւ ավելի լուրջ մարտահրավերների առաջ են նրանք կանգնած։ Այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը ավելի մեծ վտանգից են պաշտպանվում դադարեցնելով իրար դեմ պատերազմը։ Այո, եւ ես կարծում եմ, որ եթե շատ խորանանք, ապա այսպես ասենք Թրամփի խաղաղարարական այդ բանը, այդ գոտիները, որ նա ստեղծում է պատերազմների դադարեցում եւ այլն, ինչը նա բացատրում է մեծ հաշվով հումանիտար հիմքերով, որ մարդիկ են զոհվում, երիտասարդներ են զոհվում, դե մենք գիտենք Ուկրաինայի դեպքում ասում է, որ մենք երկու օվկիանոսներով ազատ բան ենք, պաշտպանված երկիր ենք եւ ըստ էության սա ձեր պատերազմն է Եվրոպայի հետ խոսելուց եւ դուք պետք է որոշեք եւ դուք պետք է ֆինանսավորեք
դուք պետք է ամբողջ ծախսը տեսնեք, ամբողջ ծանրությունը էս պատերազմի եւ այլն, մյուս կողմից, բայց ասում է, բայց քանի որ այնտեղ մարդիկ են զոհվում եւ օրական բազմաթիվ մարդիկ են զոհվում, ինքը պարտավորություն է զգում դադարեցնելու, բայց սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմը ասում եմ, այն է, որ աշխարհի այդ վերակառուցումը, ճարտարապետության վերակառուցումը, վերաստեղծումը, վերաձևակերպումը այսպես ասենք, ավելի հանդարտ պայմաններ է պահանջում, որովհետև պատերազմական տարբեր գոտիների դեպքում պարզապես ընկալունակությունը տարբեր երկրների նվազագույնի է հասնում։ Ինչպես ասենք, երբ որ տարբեր հրդեհներ են, տարբեր սկզբում հրդեհներ ես մարում, հետո սկսում ես ավելի գլոբալ ինչ-որ շինարարություն կամ գլոբալ վերակառուցում։ Ամբողջ հարցն այն է, թե օրինակ ես ինքս ինձ միշտ հարց եմ տալիս, որ նման խոշոր փոփոխությունների գնացող օրինակ քաղաքական գործիչը ինչ մտքեր ունի օրինակ իր ժամկետի ավարտից հետո ինչ է լինելու եւ ինչ է մտածում ով են շարունակելու օրինակ նրա սկսած օրինակ աշխատանքը, որտեղ սրանք գործընթացներ են, որոնք 3 տարվա ընթացքում հնարավոր չի ավարտին հասցնել եւ չնայած մյուս կողմից էլ նա այնքան էքստրավագանտ ընդհանրապես գործիչ է, որ առանց մտածելու օրինակ կարող է Շվեյցարիայում, որտեղ գերմաներեն են խոսում, պետական լեզուներից մեկը գերմաներենն է, նա հայտարարում է, որ եթե մենք չլինեինք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հիմա դուք բոլորդ գերմաներեն էիք խոսելու, կարծես թե դա մեծագույն վնաս է, ընդհանրապես գերմանալեզու երկրում է հայտարարում, ուզում եմ ասեմ, ոչ adekvat ասենք բաներ էլ կան, բայց այնուամենայնիվ չես կարող ասել, որ նրա ամբողջ բոլոր քայլերը չմտածված են, թեկուզ օրինակ ՄԱԿ-ի հետ փոխհարաբերությունների առումով ըստեյության արդյոք դուք համամիտ եք միջազգային վերլուծաբանների հետ, որ այս խաղաղության խորհուրդը ինչ-որ իմաստով ՄԱԿ-ի ԱԽ-ին է փոխարինելու մի քիչ ավելի իդեպ կանոնադրությանը ըստ ամերիկյան մամուլի հրապարակումները եթե ծանոթանանք, այնտեղ բոլորը քվեարկելու իրավունք ունեն, բայց որոշումը կայացնելու է նախագահը, հուշակեք ով։ Նախագահ, այո, դժվար, շատ պետք է երկար մտածել հասկանալու համար, թե ով է այդ նախագահը, բայց ես նաև կարդացել եմ, որ նաև անդամության բավարարումը, այսինքն դիմումի բավարարումը հենց կարծեմ հենց այդ նախագահ Դեֆիս Թրամփն է որոշում կայացնելու։ Սրանք բոլորովին տարբեր սկզբունքներով ձևավորվող բաներ են։ ՄԱԿ-ը ձևավորվել է լրիվ ուրիշ սկզբունքներով։ Ուժ կիրառել, չգիտեմ, տարբեր ռեգիոններում։ Այդպիսի ինչ-որ համաշխարհային ոստիկանի վերածվի։ ԱՄՆ-ը եւ իր ճակերտավոր դաշնակիցները։ Գիտեք, սա այնքան ամորֆ մարմին է, դեռ նա չի ձևավորվել եւ մենք չենք տեսել նրան գործողությունների մեջ եւ ընդհանրապես պատկերացում չունենք ինչ ներքին փոխհարաբերություններ պետք է լինեն։ Ես չեմ պատկերացնում օրինակ Իսրայելի եւ մեկ ուրիշ պետության փոխհարաբերությունները Թուրքիայի կոնսենսուս օրինակ։ Այո, կամ Իսրայելի մասնակցությունը գազայի հատվածի այդ կարգավորման եւ այլնի հարցերում դրա համար դժվար է կանխատեսել ինչ է, բայց ակնհայտ բազմաթիվ տարբերություններ կան ՄԱԿ-ի հետ համեմատած եւ անդամության եւ իրավասության եւ համաչափ իրավունքների ու պարտականությունների բաժանման եւ այլն ուրիշ հարց որ ՄԱԿ-ը վերջին տարիներին ես կիսում եմ բազմաթիվ ուրեմն փորձագետների այն պնդումները, որ ՄԱԿ-ը շատ իներտ է եղել եւ ամուլ է եղել տարբեր խնդիրներ ավելի վճռական լուծելու այդ հարցում եւ եթե մենք կարդանք Գուտերեշի հայտարարությունը եւ կոնկրետ այս առումով եւ ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի միջև, այսպես ասենք, գորգիտակ ընթանցող այդ հակասությունները,
մենք կհասկանանք, որ սա էլ միգուցե մտածված քայլ է եղել ԱՄՆ-ի կողմից դեմորալիզացնել ել ավելի եւ արժեզրկել ՄԱԿ-ը որպես միջազգային մի կառույց, որի որոշումները պարտադիր կատարման համար են բոլորի համար, ելնելով այն բանից, որ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հիմնական վճարողը դա մեծ գումարները վճարել է նաև ԱՄՆ-ն, ելնում են այն բանից, որ ով փող է տալիս, նա էլ պարացնում է բոլորին։ Շատ լավ, եկեք ամփոփենք հետևյալ հարցով, Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ հիմա այս պայմանությամբ գոնե ունի դրական գործակցություն ռազմավարական գործընկերության խարտիա ԱՄՆ-ի հետ, որը շարունակվում է տնտեսական տարբեր ծրագրեր, այդ թվում Թրամփի ուղի նկատի ունի արհեստական բանականության, էներգետիկ եւ այլ գործընկերությունները, իհարկե ԱՄՆ-ն նաեւ հայ-ադրբեջանական համաձայնագրի վկաներ, ԵՄ-ի հետ անդամակցության օրենք է ընդունել Հայաստանի Հանրապետությունը, ռազմավարական գործընկերության նոր օրակարգն է վերջերս հաստատվել, բայց այս երկուսը այս պայմանությամբ առճակատումային ռեժիմում են եւ շատ բաց առճակատումային Ֆրանսիայի նախագահի հետ գրագրություն է Թրամփը հրապարակում, տարբեր որակումներ տալիս, Ֆրանսիա, որը Հայաստանի համար մեղմ ասած բարեկամ պետություն է, այ ինչպես պետք է Հայաստանը ձեզ դիրքավորվի, որպեսզի այս բախումը չազդի իր դրական գործընկերություններին այս երկու բևեռների հետ։ Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, Եվրոմիության, եվրոպական երկրների միջև այս հակասությունները քրիտիկական խորացման են հասնելու այն աստիճան, որ օրինակ Ռուսաստանի նման լինի վիճակը, օրինակ նրանք, ովքեր որ Ռուսաստանի հետ համագործակցում են, նրանք մեղմ ասած չեն ընդունվում եւ արևմտյան ակումբներ, օրինակ մենք գիտենք, որ Վրաստանին Թրամփը չի հրավիրել խաղաղության խորհուրդ, միայն այն բանի համար, որ կա ստերեոտիպ տարածված եւ խորացված ԱՄՆ-ում, որ Վրաստանը հակված է արդեն դեպի Ռուսաստան գնալուն, թեև սա իրականում այդպես չէ, խորապես այդպես չէ, եւ ես չեմ կարծում, որ հասնելու է այն բանին, որ օրինակ ինչպես հայ-իրանական հարաբերությունները, համագործակցությունը Հայաստանը ստիպված է լինում անընդհատ բացատրել Հայաստանի շահերը եւ Իրանի քրիտիկական անհրաժեշտությունը ու կարեւորությունը Հայաստանի համար, լոգիստիկի առումով, բազմաթիվ առումներով, որ հասնելու է նրան, որ ընտրության առջև կանգնի կամ ԵՄ կամ ԱՄՆ, ես վստահ եմ, որ չի հասնելու, ես կարծում եմ, որ բնական ռեսուրսների համար այս դաժան մրցակցությունը, որի ականատեսն ենք հիմա մենք, ավարտվելու է եւ այնուամենայնիվ այն, որ օրինակ եվրոպական տարբեր երկրներ Թրամփի հետ լեզու են գտնում եւ Թրամփի հետ հաղորդակցվում են լինելով ԵՄ անդամ երկրներ, դա էլ նրանց վրա վատ չի ազդում, հետեւաբար ինչու պետք է Հայաստանը կանգնի այս երկընտրանքի առաջ եւ ոչ միայն Հայաստանը, այլև օրինակ Ադրբեջանը ունի կնքած բազմաթիվ պայմանագրեր երկկողմանի եվրոպական տարբեր երկրների հետ, խոսքը մենակ ԵՄ-ի որպես կառույցի մասին չէ, այլ նաև եվրոպական երկրների։ Դրանք նույն երկրներն են, որոնք նաև անդամակցում են ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են եւ այլն։ Ես վստահ եմ, որ նման ուրեմն վերջնագրային ընտրության առաջ կանգնած չի լինելու Հայաստանը, բայց այն, որ անգամ միջին հզորություններով ու միջին չափերի ու միջին ռեսուրսներով երկրներն են իրենց արդեն անվտանգ զգում եւ կոչ են անում միավորվել տարբեր
շահերի հիմքով, ինչպես օրինակ Կանադայի վարչը վտանգ են զգում, ոչ անվտանգ են զգում, սա բավական լուրջ գործընթաց է եւ բավական մեծ սպառնալիքներ են ընդհանրապես, հատկապես մեզ նման փոքր երկրներում ասում են, որ անտառը կտրում են, փայտերը աչուձախ են թռնում, հիմա մենք վախենամ այդ փայտերից մեկը չլինենք։ Միջազգային քաոսի արդյունքում, հա, նկատի ունեք։ Այո։ Ռուսաստանից էլ որոշակի սպառնալիքներ հնչեցին, լուրջ վերաբերվել Լավրովը մի քիչ ավելի մեղմ էր Դուգին, Սոլովյով եւ այլն։ Դրանք, որ ասեմ, ցնցող էին ոչ, որովհետև նույն այդ խոսնակները եւ ոչ միայն նրանք տարբեր տարիների տարբեր բաներ են ասել, նույն այդ Դուգինը 15 թվականի այդ հանդարտ տարիներին խոսում էր այն մասին, որ եւ եթե Հայաստանում լեզուն ռուսերենը չլինի եւ ռուսերենի տարածվածություն ռուսական դպրոցները չլինեն, ապա մեղմ ասած վատ է լինելու Հայաստանի համար, սրանք հերթապահ արձագանքներ են ավանդական Ռուսաստանի պաշտոնական բանով տոգորված դրա այդ բանաձևերի սահմաններում, երբ որ ուղղակի խանդի տեսարաններ են բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք որ աճ կամ ձախ են անում իրենց գծած ուրեմն ճանապարհից, ընդհանրապես ազդեցության գոտիների համար պայքարը արդեն անախրոնիզմ եմ ես համարում, ռուդիմենտ, եթե կարող եք ասել, արխայիզմ, որովհետև այս գլոբալացման ամենակարևոր բանը այն էր, որ գլոբալացվել է ամբողջ աշխարհը, ազդեցությունները շատ մեծ էին, քաղաքատնտեսական ազդեցությունները բավական մեծ էին, տնտեսությունը դարձել էր քաղաքական կարևոր գործիք ազդեցության եւ ինֆորմացիայի գլոբալացում եւ այլն, այնպես որ հիմա մենք գործ ունենք բավական շատ արխայիկ երևույթների հետ, որոնք նաեւ վերաթարմացնելու, ռեստարտի ենթարկելու նաեւ անհրաժեշտություն կա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Լաուրա Բաղդասարյանին։